Հարգելի հեռուստադիտողներ, եկավ ժամանակը մեր տաղավարում վերլուծությունների եւ բնականաբար այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Մենք այսօրվա տեղեկատվության ընթացքում կարծես թե հատկապես ինչ որ նորություն չասեցինք Իրանի հետ կապված խնդրի շուրջ, բայց կարծեմ դուք վերջին տեղեկություններ ունեք, եկեք սկսենք դրանից։ Իրավիճակը կարծես լարվում է, պայմանականորեն հրադադարը իբր պահպանվում է։ Վերջին 2 օրերին բավականին դրական տեղեկություններ եկան, արդեն միջազգային մամուլը ինչ որ կետեր էր քննարկում, որ իբր տենց 15 տարով որոշ 20 տարով էր, չէ, Ամերիկան իբր թե պահանջում, որ պետք է միջուկային ծրագրից հրաժարվեն, հետո ասեցին 15 տարի, հիմա կարծես թե ասում են Ամերիկան պատրաստ է վերջնական առաջարկն անել 12 տարի մորատորիում է դրվում ուրանի հարստացման վրա, բայց պայմանը նա է, որ այդ 440 կիլոգրամը պետք է Իրանը հենց հիմա տա, որտեղ ամերիկյան հետախուզությունը ըստ եվրոպական գործակալությունների լրատվական, ըստ եվրոպական կրկնում եմ, որտեղ այստեղ ստուգման կարիք կա։ Այդուամենայնիվ իրանք հաղորդեցին, որ ըստ ամերիկյան հետախուզությունը տվյալներ ունի, որ այդ 440 կիլոգրամով 1 տարուց հետո Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Հետևաբար, Ամերիկային Թրամփի գլխավոր նպատակը հիմա անգամ ասում են ես մի փոքր թույլ տվեք կասկածով վերաբերվել այդ Axios-ների բանի տեղեկություններին, Axios ամերիկյանը, որ Թրամփը պատրաստ է զիջել եւ բալիստիկ քրթիռների ծրագիրը, որտեղ բալիստիկ քրթիռների ծրագիրը Իսրայելը պատրաստ չի զիջել։ Այստեղ շատ հարցեր կան, նյուանսներ կան, որ մի քիչ հավատալու չի իհարկե։ Չեմ բացառում, որ հանուն 440 կիլոգրամի այստեղ մի բան էլ եկեք հասկանանք։ Ցանկացած բայի կարելի է լարվածություն ստեղծել հետո։ Այսինքն հիմա այդ 440 կիլոգրամը ստանալու համար Թրամփը կարող ցանկացած քայլի գնալ։ Հետո 15 օր հետո մեկ այլ առիթով այլ լարվածություն լինի, նորից սահմանվի։ Դրա դիմաց շատ աստիճանաբար Ամերիկան խոստանում է պատժամիջոցները հանել, սառեցված ակտիվները վերադարձնել, տերորիստ ահաբեկիչ կոռումպացված չալմեքի միլիոնները օֆշորային գոտիներում հետ տալ, կամաց, այսպիսի տեղեկություններ էին պտտվում, որ արդեն ինչ որ մոտ են պայմանավորվածության եւ այլն, հատկապես որ մենք հասկանում ենք, որ Իրանի վիճակը լավ չի տնտեսական, կորուստները մեծանում են, ասում են ներքում ՀԻՊԱԿ-ից փախուստներ են տեղի ունենում արդեն, Ադրբեջանով եւ Թուրքիայով փախնում են, իրանք ներսից, իրանք հասկանում են, որ ասենք վերջը եկել է, իրանք շատերը չեն դիմանում, ովքեր կոպեկ աշխատած գողացած ունեն, փախնում են Ադրբեջանով, Թուրքիայով, ՀԻՊԱԿ-ն այդ տերորիստները։ Քանալարում եմ, այդ ամեն անգամ ասել եւ հիմա եւ ահա այսօր ուրեմն հələ մենք հասկանանք ինչ է եւ որքան հասկանում հա եւ նաեւ Միացյալ Նահանգները ասել են դե ուրեմն եկեք աստիճանաբար մենք ձեր պորտերից նավահանգիստներից մի փոքր թույլացնենք դուք թույլ տվեք նավերը անցնեն որտեվ սրանք չալմեկը ասում են չէ առանց մեր թույլտվության մեր բայել փողից չեն խոսում բայց ասում են մեր հետ պետք է համաձայնեցնեք ինչի համար որտեվ այդ տականքները կաշառք են ուզում տակից մեկը իրանք չեն ուզում հիմա հասկացան որ չի աշխատում փող ուզեցին Թրամփը դրես փագեց ասեց փող ես ուզում արի ստեղ հիմա սրանք ուզում են տակից էլի փող գողանան դա հասկանում են Թրամփը ճիշտ է Project Freedom-ը կանգնացրեց բայց հիմա կարծես թե որոշակի նավեր ուզեցել են անցկացնել, ինչքան հասկանում եմ ես, կարող է սխալվում եմ, բայց նրանք կրակ են բացել ամերիկյան նավերի վրա այսօր։ Ուղեկցող, այսինքն Freedom-ը չկա արդեն, ուղեկցող չի։ Չգիտեմ, հենց այդ է, ես չեմ ուզում հիմա պնդել ինչու եւ ինչ հանգամանքներում, տեսեք, այս պահին անգամ չեմ ասում, միշտ ապատեղեկատվություն են, չէ՞, տարածում որ վնասվել է, նավերը փախել են եւ այլ, սա սուտ է եղել միշտ։ Ոչ մի բանը չեմ վնասել, բայց հիմա, տեսեք, այս պահի դրությամբ եմ ասում, որտեղ տեղեկությունները նոր են, այնտեղ զարգացումները նոր են։ Դերևս հլա հայտարարվում է, որ պայմանական հրադադարը պահպանվում է, բայց ունենք լարվածություն։ Քեշմ կղզու մոտ ինչ որ զարգացումներ են տեղի ունենում, նրանք հարվածել են ամերիկյան նավերին, չեմ ասում կպել են, չեն կպել, վնասել են, չգիտենք, հələ Սենտկոմին կսպասենք, միջև հասկանանք։ Սենտկոմի հայտարարությունը կարծես չգիտա այս պահին դեռ հետևում եմ։ Բայց ամերիկացիները բարկացել են, հարվածել են այդ արձակման կայաններին եւ դրոնների արտադրական կենտրոններին։ Էս էլ չի հաղորդվում դեռ որևէ կոնկրետ հերը այս պահին որտեղ է որ քաղաքներին են հարվածել գումարած քեշմ կղզու մոտ ինչ որ քեշկրմին էլի ստրատեգիական դիրքով կարևոր է ինչ որ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում ինչ որ ռազմական գործողություններ տեսեք ել եմ ասում եկեք բան չանենք դա կարա ուղակի ինչ որ հարվածներից կամ ինչ որ շրջափակումից իզոլացիայից սկսած մինչև ցամաքի վրա օպերացիա լինես քեշմ կղզին գրավելու
մենք չգիտենք Տրամպը վերսկսել, այսինքն հələ որ բանը կարա ընդհանուր սկսվի միջև Տրամպը ընդհանրապես որտեվ քեշ կղզու բացի խարկ կղզու մասին, նաև խոսում են քեշ կղզու մասին դա վերցնելու մասին, նաև մի քանի այնտեղ մեծ թոմփ, փոքր թոմփ կղզիներ կան եւ էլի կղզիներ կան, որ OIA-ի հետ, արաբական միացյալ ամեի հետ խնդիրներ կար դեռ տարածքային եւ այլն, այս քեշ կղզին էլ է միշտ խոսել, ես այդ մասին չեմ ասել, բայց միշտ խոսվել է քեշ կղզու մասին եւ հիմա չգիտենք, կարող է օրինակ այս պահին ենթադրենք ռազմական գործողությունը, ցամաքային գործողությունա տեղի ունի։ Դրա համար սպասենք ինչա տեղի ունենում, հասկանանք, երևի արդեն մի քանի ժամից պարզ կլինի։ Չնայած զուգահեռաբար եւ Միացյալ Նահանգներից եւ նաեւ Պակիստանից միջնորդ հնչում էին տեղեկություններ, որ կարծես թե գնում են համաձայնության։ Իսկ մենք հիմա պիտի գնանք գովազդային դադարի։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Այժմ հարգելի հեռուստադիտողներ Հայաստանում տեղի ունեցած տխուր փաստին պիտի անդրադառնամ, ձեզնից շատերը հաստատ գիտեն այդ մասին, Վեդիում տեղի ունեցած հանցագործությանը մենք հայերս սովոր ենք մտածել կամ չգիտեմ, ենթադրել, որ մեր երկրում, այսինքն մեր կուլտուրան թույլ չի տալիս այդպիսի բաներ, ոտնձգություն սեռական, էնել երեխաների նկատմամբ, բայց արի ուտես այո, եւ տարիներ շարունակ այդ կոծկվել է միշտ, որովհետեւ մենք հայերս այդպիսին ենք, չէ որ հանկարծ ոչ մեկը չիմանա, հանկարծ ոչ մեկը չիմանա, եւ ահավասիկ տեսանք ինչ եղավ երկու անչափահաս քույրերին 14, 15 եւ 17 տարեկան, այո, վարորդի, տաքսո վարորդի կողմից։ Այս թեման ինչով է կարևոր բացահայտել։ Այս թեման ուրեմն նախ մեր բոլորի պարտքն է, որտեղ կանխել, սա առաջին հերթին կանխելու համար է եւ մտածելակերպ փոխելու համար է, որովհետեւ մենք բոլորս, ովքեր որ հանրային դեմքեր են, կապ չունի այս դեպքում լրագրող ես, վերլուծաբան ես, երաժիշտ ես, մտավորական ես, ուրեմն սա շատ կարևոր է, որպեսզի եւ իդեպ ասեմ, որ ես ուզում եմ իդեպ միշտ շատ հարցերում քննադատում ենք, չէ, ասենք դպրոցների պարագայում, լրագրողների պարագայում, որը ես ասում եմ դաշտը սարսափելի վիճակում է, ուրեմն իդեպ ես վաղը այսօր չասեմ, ես վաղը կանդրադառնամ պատճառների մասին, նաև մեր մտածելակերպի որոշ խնդիրների մասին այս առումով, հա, դրա համար ես այսօր կանդրադառնամ ավելի շատ փորձենք հասկանալ կանխման մեխանիզմների մասին այսօր խոսեմ ավելի շատ։ Եվ գումարած նաև նույն լրագրողների վիճակի հետ կապված ես վաղվա իմ թողարկման մեջ գտամ, այսինքն կոնկրետ ապացույցներով, հա, անպատասխանատվությունը, նաև վարչապետի հարց ու պատասխանի ժամանակ տեղեկատվություններ հանգիստ տարածելը կամ եւ այլ այսպես շարունակ վաղվա եթերում ես դա ավելի մանրամասն կբացատրեմ, որպեսզի միշտ ես հիմնավորում եմ, ինչի եմ ասում եմ լրատվական դաշտը աղետալի վիճակում է, վաղվա եթերում ավելի պարզ կդառնա եւ նաև ես կփորձեմ վաղը ներկայացնել այսինքն շատ կարեւոր տեղեկություններ կհաղորդեմ, ինչա կատարվում ինչա տեղի ունեցել Եվրոպական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, ինչ նշանակություն է ունեցել Հայաստանի համար, շատ հետաքրքիր տեղեկություններ կհայտնեմ, ձեզ կհետևեք վաղը, բայց հիմա ես ինչ եմ ուզում ասել, տեսեք։ Նախ ես նեղվեցի, երբ որ նեղվում է ուրեմն քննչականի ներկայացուցիչը, որ ազգային ժողովում ասում է դե խի հանրայնացվեց։ Ուրեմն ժողովուրդ ջան, դուք Եվրոպայի, երբ որ դուք հայտարարում եք, կապ չունի ձևական չի, բայց դուք հայտարարում եք, որ դուք Եվրոպա եք գնում, ուրեմն ընդունեք եւ հասկացեք, սա նորմալ պրակտիկա է։ Տեսեք, ուրեմն մի օր դա պայթում է, ինչքան է կոծկված մնա կամ կոծկված չմնա։ Եվրոպական երկրներում նենց դեպքերին, ել չեմ ասում, որ տեսեք, ուրեմն Էփշտեյնի գործի հետ կապված նոր չի բացա, տարիներ շարունակ խոսվել է այդ մասին, լրագրողները փորփրել են, գտել են եւ մի ահռելի սկանդալի վերածվեց եւ այլ այսպես շարունակ, հա, կոպի կամ իսկ այստեղում եթե Ամերիկայում դպրոցում նման մի բան լինի, հանկարծ միտեղից դա դուրս գա, ամբողջ լրատվական դաշտը աղմուկ է բարձրացնելու, դա դեմոկրատիա է կոչվում։ Եվ իդեպ հենց այստեղ եմ ես ուզում գովալ մեր շատ վատ վիճակում գտնվող լրատվամիջոցներին, ովքեր են արևորից դուրս եկել, ուզում եմ գովալ, ապրեք, որ տարածել եք, ապրեք, որ աղմուկ եք բարձրացրել, դա շատ կարևոր, այստեղ է երևում աշխատանքը լրագրողի։
Սա կարևոր է եւ մի նեղվեք, որ դա բարձրաձայնում է, որտեղ երբ որ դուք նեղվում եք, որ դա բարձրաձայնում է, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ դուք ավելի շատ մտածում եք ձեր ռեյտինգի հեղինակության մասին, ել չեմ ասում ավելի վատ բանի մասին, ինչ կարող եք մտածել, քան մտածում եք, որ պետքա հարցը լուծվի։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք կոնսերվատիզմի, գյուղերում, տեսեք մեր պահպանողականությունը, ժողովուրդ, YouTube-ի դարաշրջանը, համացանցի դարաշրջանը, ուրեմն ես վաղը հենց դեմի մասը կլսեք, այդ ասախ բացատրում եմ, դու չես կարող YouTube-ի դարաշրջանում համացանցի վտանգավոր զարգացումների դարաշրջանում մնալ պահպանողական, դա հեքիաթ է, երբ որ քո մոտ համացանցը ազատ է, դու ժողովրդավարական ես քեզ հայտարարում, ուրեմն դու չես կարող պրոգրեսիվ լինել ուրեմն չընդունելով ինտերնետը, չընդունելով ժամանակակից զարգացումները, բայց ժամանակակից աշխարհը այդպես է։ Եթե դու կենսունակ չես, ուրեմն չես կարող ապրես այս աշխարհում։ Այսինքն մեկը ձուլվելու ես ու մեկը գնալու ես տարբեր երկրներ եւ ամեն երկրների մշակույթը ընդունես եւ ամեն երկրներում տարբեր ձևով ասիմիլացվես։ Հիմա ստեղ խնդիրը հետեւյալն է, եթե դու ուզում ես սեփական երկիրը պահպանես, դու չես կարող հետ գնաս։ Ասես ես 19-րդ դարի պահպանողականություն եմ ուզում, դա աքսիոմատիկ է։ Դու ուղղակի կկործանվես, եթե դու փորձես հետ գնաս, սաղ առաջ գնան, այդպես է, որովհետեւ այսօր համացանցը դա տնտեսություն է։ Տնտեսություն է։ Եթե հաշվենք ինչքան մարդ է բիզնես անում համացանցով եւ ոնց է արագացրել համացանցը բիզնեսը եւ ինտերնետը օգնում, հա, եւ այսպես տեսնում ենք ինչա կատարվում, կոպիտ ասած։ Դու չես կարող հետ մնալ։ Հետեւաբար արևմուտքում հասկացել են, որ դու պետքա պրոգրեսը ընդունել, բայց պրոգրեսի հետ գալիս է նոր չելենջներ, մարտահրավերներ, որ դու պետքա դեմ առնես։ Դա համար իրանք կրթական համակարգ են մտցրել, փորձում են զարգացնել։ Սրա մասին վաղ։ Երբ որ Հայաստանում ասում են կրթվել են նորաձևի ծիծաղում ու ծաղրում են։ Ես այդ ռեժիմ, ես տեսեք, այսպես ասեմ, կրթվելը նորաձև չի կրթվելը բովանդակային է։ Ես դեմ չեմ, երբ որ կրթությունը քարոզվում է, բայց ես կողմ եմ, որպեսզի բառերը ավելի ճիշտ ընտրվեն։ Կրթվելը միշտ բովանդակություն է, կրթելը նորաձև չի, մոդա չի, կրթելը բոլոր ժամանակներում դա բովանդակություն է։ Իմ ասածը սա է, դա գոյաբանական է։ Եթե դու անկիրթ ես, դու չես կարող, դու ի վիճակի չես շարունակել այս աշխարհում ապրել, չես կարող։ Դու գնալու ես խավար։ Հիմա կարևոր մի բան եմ ուզում ասել պաշտոնյաներին։ Եթե դուք տեսեք Արփինե Սարգսյանը, ես հավանում եմ, որ ինքը հանդիպում է եվրոպական բաների հետ անդադ, տեսնում եք մեր ոստիկանության հետ կապված, իդեպ մենք Եվրամիության հետ կապված շատ կարևոր է ոստիկանության եւ դատական բարեփոխումները, քննչական եւ այլպես ամբողջ այդ համակարգը կարևորագույնն է։ Դրա համար իրանք շեշտը դնում են աշխատում են։ Հիմա Արփինե Սարգսյանի համար օրինակ շատ լավ հնարավորություն է ստեղծվել ինչ անել։ Մարզային ոստիկանությունը միշտ էս ասում է մեկի հորեղբարը քննիչ է, մյուսի, ասենք, չգիտեմ, հորեղբոր տղեն բռնաբար է։ Դենց իրար ճանաչելով, կոծկելով, այդ եւ սա նորություն չեմ ասում։ Դա տասնյակ տարիներով տևել է այս արատավոր համակարգը։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք հիմա խնդրեմ լուծենք, քանի որ ժամանակ չունենք, կարճ ասեմ, ես կլինի առիթելի կանդրադառնանք։ Ուրեմն այս այլանդակությանը պետքա վերջ տալ։ Ցանկացած, սա ոչ միայն պետք է այսօր պաշտոնյաներ են ազատվել մարզային համայնքից, բայց ես ինչ եմ ուզում ասել։ Ես դիմում եմ Արփինե Սարգսյանին եւ ընդհանրապես եթե Նիկոլ Փաշինյանը հիմա իրանք մտածում են ռեյտինգի մասին, որտեղ նա խնդրական է, ուրեմն լավագույն տարբերակը հետեւյալն է։ Այն ոստիկանները, որոնք դանդաղեցրել են, որոնք 3 ամիս առաջ իմացել են, դասատուներին շնորհակալություն, դպրոցն է արել, դպրոցին շնորհակալություն, որ բացահայտել է։ Ուրեմն եւ իրենք դանդաղեցրել են 3 ամիս, այդ 3 ամսվա ընթացքում ինչեւ իրենք գործերը նայել են, բռնաբարությունները շարունակվել են, բռնությունները շարունակվել են։ Ուրեմն ոչ միայն դրանք պետք է ազատվեն պաշտոններից, նրանք պետք է դատվեն։ Ինչի, որ վաղը մյուս օրը հորեղբոր տղան գա ասի հոպար, գիտես ես կամ մյուս կամ պապա, ես տենց բռնաբարության կամ տրաֆիկինգի ցանց եմ ստեղծել, ուրեմն մի հատ ինձ կոծկի կամ ձեն մի հան կամ մի ասա որով միտեղ պապան ասի ուզում ես ես գնամ նստեմ տղա ջան հետեւաբար սրանք պետքա նստեն պետքա միջև վերջ ուսումնասիրվի որ մեկն է դանդաղացրել գործը ինչա կոծկի ում հետ ծանոթ բարեկամա եւ ընդհանրապես ես լավ եմ պատկերացնում ինչա մեր մարզերում կատարվում շատ բոլորին դեպքում չասեմ այդ շատերի դեպքում ասեմ ինչա կատարվում այդ իրանց բոլորին ճանաչում են եւ այլ այսպես շարունակ հա ուրեմն ուղակի պատասխանատուները պետքա դատվեն նստեն ու շատ երկար այս սրա համար, իսկ ոչ ուղղակի պատասխանատուները կարող են ուրեմն ազատվել պաշտոնից եւ ընդհանրապես երբեք էլ ոստիկանության աշխատանքին չմոտենալու բանով, որովհետեւ գլխավոր պաշտոնյաներից է կախված արդյոք իրենք չեն կարողացել տեղ հասցնել իրենց աշխատողներին, որ sense բաները կոծկել չի կարի։ Դրա համար շատ լավ հնարավորություն է նույն Արփինե Սարգսյանի համար եվրոպացի գործընկերներին ցույց տալ, որ Հայաստանը այդ ուղղությամբ է շարժվում եւ իրոք ոչ թե ձևական բաներ են կանում, այլ կանխման ուղղությամբ լուրջ քայլեր են կանում։ Պաշտոն ազատելը պատիժ չի։ Լավ, շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Ցավոք սրտի չել չենք կարող ընդլայնվել, մեր ժամանակը շատ արդեն սպառվել է, ցտեսություն, հանդիպելու ենք վաղ ուղղակիորեն ձեզ հետ, Արմեն Չիբուխչյանը կներկայանա YouTube-յան լայվով, արդեն ասեց ինչի մասին։ Այսօր այսքանը։ Հաջողություն։
ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։